Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 14-ին ժամը 19-ին ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը ներկայացնելու է Պարում է Պարի պետականը մեծ համերգային ծրագիրը։ Հայկական Պարի ուժը, լեգենդար պատմությունն ու ժամանակակից շունչը մեկ բեմում են լինելու։ Ծրագրում ամենասիրված եւ սպասված հին ու նոր պարային բեմադրությունները նվագախմբի կենթանի կատարմամբ, որոնք հանդիսատեսին կպարգևեն անմոռանալի եւ վառ զգացմունքային փորձառություն։ Օրվա համերգային ծրագրի առաջիկա համերգների նոր բեմադրությունների ընդհանրապես Պարի պետականի առօրյայի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարախմբի արտիստներ Էդգար Ներսիսյան եւ Էլեն Ավետիսյան։ Լույս առավոտի։ Բարի օր։ Հրաշալի հրավերի համար շատ հաճելի է այստեղ գտնվել եւ մեր առավոտը կիսել ձեզ հետ։ Ինձ հետաքրքիր է ձեր ուղին յուրաքանչյուրդ որ պատմեք այդ պատմությունը, ինչպես եք սկսել պարել, ինչպես եք ոգեշնչվել, ոնց եք որոշել, որ հենց սա է ձեր ուղին, սա է ձեր երազանքը, ումից եք ոգեշնչվել։ Երևի ես սկսեմ։ Իմը ընտանիքից է եկել, պարողների ընտանիքում եմ ծնվել, ասենց գալիս է եղբայրս, մինչև որ եղբորս տղան, աղջիկը մինչև հիմա էլ պարվեստի ուսումնարանում են, ու 4 տարեկանից այդպես հաճախել եմ Պարի, կարծես գծված էր, ժամանակ էլ չի եղել, որ ինձ հարցնեն, ես ասեմ, հա ես ուզում եմ, բայց հիմա եթե հարցնեին ուրիշ մասնագիտություն, հաստատ ոչ մի բան ուղղակի մտքից չի գա, որովհետև ես գիտեմ, որ ես ծնվել էի հայ պարարվեստի համար, հենց երբ որ ինձ հարցնում են ինչ ես պարում, դասական, լատինամերիկյան, թե ուրիշ ոճեր, հայկական, ժողովրդական ու չեմ փոշմանում, որ հենց դա եմ ընտրել։ Էդգարը եւս 4 տարեկանից է մենք հասցրել ենք զրուցել։ Ինչ տարբերություն Էլենի, ես մեր ընտանիքի Գերդաստանի միակ պարող մարդն եմ, ու հայրիկիս նպատակն է եղել իրականում, որ ես դառնամ պարող, նա եղել է դաշնակահար եւ շատ է սիրել պարել, բայց իր ծնողները նրան տվել են ավելի շատ երաժշտական կողմ եւ 4 տարեկանից հայրիկս ինձ երբ տարել է պարի արդեն, իսկ այդ օրվանից ճիշտ է, սկզբում դեռ մի փոքր դժվար է ընտելանում այդ ամեն ինչին, մինչեւ արդեն հասկացա, որ իմն է եւ ավելի կոնկրետ Երբվանից սկսեցի ես պարարվեստին ավելի պրոֆեսիոնալ աչքով նայել եւ տեսնել իմ ապագան պարարվեստում, երբ որ ընդունվեցի պարարվեստի ուսումնարան 2019 թվականներ ընդունվեցի պարարվեստի ուսումնարան եւ այդ օրվանից ի վեր սկսած մինչեւ օրս ես այս արվեստում ապրում եմ եւ ամեն մի շարժում, ամեն մի բեմում լինելը հանդիսատեսի ծափահարությունները իմ համար դա մեծ վայելք է։ Եկեք խոսենք հուլիսի 14-ի միջոցառումից։ Ինչ է սպասվում բեմում, ինչ է լինելու, ինչ ծրագրեր են, ինչ համարներ կան։ Ուզում եմ ասել, որ մեր ամեն համերգ ունի մի նորություն։ Մեր գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը կարծես երբեք իր մոտ մուսան կանգ չի առնում, միշտ նոր մտքեր, նոր բեմադրություններ ու ամեն մեկը մյուսին գերազանցելով, ամեն մեկը հաջողված, դա մենք տեսնում ենք հանդիսատեսի ծափահարություններից, հասկանում ենք, որ համարը հաջողված էր ավելի քան, այսինքն այն համարների կողքին, որոնք բոլորը գիտեն, դա լինի կակաչներ, սուսերով պար, հովիվներ, կանգնում են նոր բեմադրություններ, որոնք ոչ մի բանով չեն զիջում, այլ նոր շունչ են տալիս, այսինքն երիտասարդներին են գրավում։ Մենք շատ լավ գիտենք, որ մի պահ մեր հասարակությունը հետ էր կանգնել կարծես այս հայկական պարից, բայց հիմա մենք տեսնում ենք մեր լեփլեցուն դահլիճներով, որովհետև համերգը մեկը մյուսին հետևելով sold out-ներ են։ Այսինքն բոլորը մոտ են էլի մշակույթին ու դա միայն հաղթանակ է։ Ունենալու ենք պրեմիերաներ, այսինքն միշտ զարմացնում ենք մեր հանդիսատեսին, չենք ուզում շատ մեծ փակագծերը բացել, բայց հաստատ իմացեք տեսնելու եք նորություն։ Այսինքն պետք չի ասել, որ վայ այն մի համերգին եկել եմ, հաստատ այս մեկին չի լինի նորություն, ես տեսել եմ, հաստատ լինելու է նորություն։ Նոր համարների մասին կարող է Էդգարը խոսել։ Նոր համարներ ունենք վերականգնած համարներ եւ նոր բեմադրված համարներ։ Գագիկ Կարապետյանի մեծ խոշոր բեմադրություններից ունենք վերականգնված Զարթոնքը, որը ներկայացրեցինք վերականգնումը առաջինը Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին եւ երկրորդը Գագիկ Կարապետյանի հոբելյանական 75-ամյակին։ Մեզ մոտ եկել են հյուր, այո։ Այո։ Եվ իսկ արդեն վերականգնված համարներից են Զարթոնքը նոր բեմադրված համար ունենք Երևան, որը իր ընդհանուր
բնույթով խաղարկային բառ է։ Կարծես թե ամեն համերգ, ինչպես նշեց Էլենը, ամեն համերգ ամեն համարից հետո հանդիսատեսի ծափահարությունը ոգեշնչում է մեզ ավելի նորովի բարձրանալ բեմ եւ ավելի նորովի ցույց տալ մեր աշխատանքը հանդիսատեսին։ Կան հանդիսատեսներ, որոնք ունեն սիրված համարներ եւ գալիս են այդ սիրված համարները դիտելու համար եւ մենք իհարկե ունենք այցեքարտային համարներ, որոնք մեր սփյուռքահայերը, երբ որ գալիս են հայրենիք, գալիս են այդ համարները դիտելու համար եւ ինչու՞ չէ նաեւ հետագայում արդեն այս նորովի բեմադրված համարները եւ ընդհանուր համերգային ծրագրի համարները դառնում են նրանց սրտին մոտ համարներ, որովհետեւ ամեն համարի մեջ թե հին համարներում, որոնք բեմադրվել է Վանուշ Խանամիրյանի կողմից, բեմադրվել է Գագիկ Կարապետյանի կողմից, բոլորը դարձնում են հանդիսատեսի համար սիրված։ Որոնք են այդ համարները։ Վանուշ Խանամիրյանի բեմադրություններն են Կակաչները, որը որ լեգենդար բեմադրություն է, որովհետև Պարի պետական ասելիս հանդիսատեսը Կակաչները, երբ Կակաչի գիծը մտնում է բեմ, ծափահարությունը իսկ այդ վայրկյանից սկսված է։ Կակաչներ բեմադրությունը, Սարդարապատ, Ուզումդարա, Կինտոներ, Հանրաճանաչ, Հանրահռչակ Արամ Խաչատրյանի Սրերով պարը, Էնզելին, որը որ նույնպես հանդիսատեսի կողմից բոլոր համարները իրենց տեսակով յուրովի սիրված են եւ արդեն իսկ մեր գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի բեմադրություններն են, որի մասին կխոսի Էլենին։ Ուրեմն մեր գեղարվեստական ղեկավարը ինքը տարիներ առաջ էլի աշխատել Պարի պետականում ու ես կասեմ, որ երևի այսպիսի բան շատ քիչ է լինում, որ մարդ տարիներ առաջ բեմադրություններ անի, այդ բեմադրությունները ապրեն մինչև այսօր, բեմում լինեն, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը չէր աշխատում Պարի պետականում, բեմից դուրս չեն եկել իր ստեղծած բեմադրությունները, միշտ բեմում են եղել եւ վերադառնա Պարի պետական, ստեղծի նորը, ավելացնի ու չգիտեմ, նույն ձևով չէ նույնիսկ ավելի շատ, ավելի լավ բեմադրություններ ու միշտ իր բեմադրությունների մեջ կա միտք, կա ասելիք ու այդ ասելիքը միշտ հասնում է հանդիսատեսին։ Մենք ունենք նոր բեմադրություն Կարոտ, երաժշտության հեղինակը մեր կոմպոզիտորն է Հայկ Գրիգորյանը։ Կարոտը աղջիկների կատարմամբ պար է, կարելի է մտածել, որ 16 աղջիկ բեմում կարոտ ինչ կկարողանան ցույց տան, բայց ինձ թվում է բեմում նստած հանդիսատեսից ամեն մեկը հասկանում է ամեն մեկի կարոտը, որովհետև պարոն Կարապետյանը միշտ ասում է, ունենք նույնիսկ կապույտ երասպար, որ ասում է սա ամեն մեկի տաղոթքն է։ Խնդրում եմ տեղ հասցրեք։ Հիշում եմ իր խոսքերը։ Հա, միշտ հիշում եմ, հենց միշտ ամենավերջում, որ հայացքը բոլորիս վերև է բարձրանում, ես հասկանում եմ, որ ճիշտ է ասում, սա մեր աղոթքն է, որ մենք ամեն համերգի կարողանում ենք վերև բարձրացնել եւ հասցնել նույնիսկ հանդիսատեսին։ Ֆանտաստիկ։ Հուզվեցիր, այո, պահի աչքերդ մի պայք ռեժիսորին կխնդրենք հիմա Թերեզային։ Ինձ կրուգդի պլանով եղեք։ Բայց մենք ուրախ ենք, որ դուք հենց հայկական պարարվեստն եք ներկայացնում, այսպես մեծ հպարտության շատ պահեր եք պարգևում նաև Հայաստանից դուրս։ Ձեզ գեղեցիկ մշակութային օրեր ենք ցանկանում, նոր բեմեր, նոր հաղթանակներ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, մենք մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, որ հաշված օրեր են մնացել, հասցրեք ձեռք բերել տոմսեր։ Հուլիսի 14-ին 19:00-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը ներկայացում է «Պարում է Պարի պետականը»։